Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք գազարով և պղպեղով շատ համեղ պահածո գազարով պերեծ։ Միջին կրակի վրա բուսայուղը տաքացնել և ավելացնել գազարը։ Տապակելու ընթացքում գազարը խառնել։ Երբ գազարը գրեթե պատրաստ է, ավելացնել պղպեղը։ Ընթացքում խառնելով տապակել, մինչև պղպեղի գրեթե պատրաստ լինելը։ Երբ պղպեղը գրեթե պատրաստ է, գազարը և պղպեղը հանել բուսայուղից, բուսայուղի վրա ավելացնել սոխը և տապակել, չմոռանալով ընթացքում խառնել։ Սոխը տապակելուց հետո վրան ավելացնել լոլիկը։ Տոմատի վրա ավելացնել ջուր և խառնել։ Երբ լոլիկն արդեն մի փոքր եփվել է, ավելացնել ջրով բացած տոմատի մածուկը, միասին եփել մի քանի րոպե, ավելացնել մաղադանոսը, դափնու տերևները, աղը, շաքարավազը, սև պղպեղը։ Մի քանի րոպե միասին եփել, ավելացնել գազարը, պղպեղը և եփել մինչև պատրաստ լինելը, չմոռանալով ընթացքում խառնել։ Տարանները լցնելու ընթացքում գազարով պղպեղը թողնել կրակի վրա և պարբերաբար խառնել։ Տարանները լավ փակել, շրջած վիճակում ծածկել, թողնել մինչև հովանալը և տեղափոխել մառան։